Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Մինասյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մինասյան, վերջերս քաղաքացիական պայմանագրի վարչությունը էթիկայի կանոնագիր կընդունեց, որով, այսպես ասած, սահմանափակումներ են տարածվում ձեզ վրա, որ պիտի հայոյախառն, այսպես խոսքին հայոյախառն խոսքով չպատասխանեք, վիրավորանքների եւ անձնական դաշտ չմտնեք եւ այսպես շարունակ։ Դուք սա հնարավոր համարում եք այն պարագայում, երբ վերջին առնվազն 5 տարիներին քաղաքական դիսկուրսը կառուցվել է թուրք, դավաճան, հողատու, թալանչի, մարդասպան, այս խոսույթով ընդդիմություն, իշխանություն, այս դեպքում տարանջատում չեմ դնում, բայց խորհրդարանում գոնե դիսկուրսը միշտ այդպիսին է եղել։ Նախ կցանկանայի մատնանշել, որ քաղաքացիական պայմանագիրը ի սկզբանե տուրք չի տվել նման խոսույթին եւ մենք դեռ չենք առանձնանում այդ կարգի վիրավորանքներով, համենայն դեպս ինչպիսին մեր դաշտում տիրում է, էլի նկատի ունեմ, բայց համենայն դեպս մենք ունեցել ենք դեպքեր, դրվագներ, որ մեր գործընկերները չդիմանալով նյարդերին տուրք տալով նմանատիպ խոսույթ են ունեցել, որը անթույլատրելի ենք համարել մշտապես ներողություն ենք խնդրել դրա համար մեր հասարակությունից եւ սա մեկ քայլ առաջ է ընդհանուր քաղաքական մշակույթի բարելավման համար եւ մենք կոչ ենք անում այլ քաղաքական ուժերին, այլ հասարակական կազմակերպություններին, ընդհանրապես դաշտում հանրային խոսք ունեցող մարդկանց ունենալ նմանատիպ էթիկայի կանոնագրքեր եւ առաջնորդվել այդ կանոնագրքերով, որովհետեւ իրականում ստա խնդիրը մեր ու ձեր կամ մեր ու ընդդիմության միջև չէ, մեր ու լրագրողների միջև չէ, այլ արանքում տուժում է ժողովուրդը եւ հանրային խոսքը եւ մեծ դիտող քաղաքացիները ես վստահ եմ ուղղակի այս 5 տարիների ընթացքում այն մեծամասնությունը, որ ուղղակի քաղաքականությունից զզվել է եւ այլևս չի ուզում նայել այդ բանավեճերը, զզվել է հենց այդ խոսույթի պատճառով եւ մենք կարծում ենք, որ մեր քաղաքացիները արժանի չեն լսել բարձր ամբիոնից կամ բարձր մակարդակի պաշտոնյաներից նման խոսելաձև եւ ես հույս եմ հայտնում, որ մնացած գործընկերներն էլ, այսքան ընդդիմությունը եւ լրատվական դաշտը նույնպես կմիանան այս ամենին։ Ես հուսով չեմ, ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս կանոնագիրքը պահվի, կանոնագիրքը խաթարելու դեպքում կան ընթացակարգեր ներկուսակցական, որոնք գործելու են, դա վերահսկող վարչություն դիմելն է, այսինքն մարդուն պատժի ենթարկելն է, եթե այս կանոնագրքի կետերին չհետևի։ Այ ասացիք, որ լիահույս եք, որ ընդդիմությունը եւ ինչու՞ չէ նաեւ մեդիան էլ կհետևեն այդ օրինակին, բայց մենք հակառակն ենք տեսնում, երբ նույն ընդդիմադիր ձեր գործիչները, երբեմն նաեւ ընդդիմադիր մեդիան այնպիսի նողկալի բարի համար կներեք վիրավորանքներ է հնչեցնում ձեր հասցեին, ձեր կուսակիցների թիրախավորում են ընդհուպ ընտանիքը, երեխաներին ու այսպես շարունակ։ Այս դեպքում ինչպես եք փորձելու հակակշռել եւ նաեւ այդ առումով էլ քաղաքացիական պայմանագիրը անելիք ունի, թե չէ, նկատի արդյոք չեք փորձելու նաև օրինական ճանապարհով էլ նրանց բերել այդ դաշտ։ Միայն հորդորելով, որովհետև կարծես թե չի ստացվում։ Չէ, նպատակներն այլ է եղել մշտապես նման գործելավոճի եւ ասում եմ սկզբից մենք ընդհանրապես նման խոսույթ չենք ունեցել, հետագայում է արդեն նյարդերի պայքարը տեղի ունենում, դրա համար որոշ գործընկերներ որոշակի զեղումներ են ունեցել այդ կարգավորումից, բայց այստեղ հարցը հետեւյալն է. պետք է մեր քաղաքացիները հստակ գնահատական տան նման մեդիաների կամ նման քաղաքական գործիչների եւ հստակ գնահատականը նրանց ընդհանրապես չլսելն է, անջատել այդ լրատվական ալիքները, չհետևել նման լրատվական կայքերին, չկարդալ նման խոսույթներ եւ այդ քայլով բարձրացնել իրենց խոսքը, որ իրենք էլ են դեմ նման խոսույթին հանրային իրավիճակներում, որտեղ դա մեր երեխաների մասին է, մեր երեխաների ապագայի մասին է, դա մեր հանրային միջավայրը բարելավելու մասին է, դա մեր պարակտվածությունը մի կողմ դնելու մասին է եւ հանրային խոսույթում քաղաքական խոսքը, երբ որ մարդ քաղաքական խոսք չի ունենում, ասում է վիրավորանքների։ Այստեղ հարցը միայն դրանում է, որ պետք է դառնա ավելի քաղաքական խոսույթը, քան վիրավորական։ Եվ ինչ վերաբերվում է ինչ գործիքներով ենք պայքարելու նրանց դեմ, այդ նպատակները միտված են եղել հենց այդ քաղաքացիներին, որոնց մասին խոսում են, որոնք մեծամասնությամբ հոգնել են քաղաքականությունից եւ այլևս չեն ուզում լսել նման խոսույթ, հենց դա է եղել նպատակը, որ այդ քաղաքացիները այլևս չհետաքրքրվեն քաղաքականությամբ եւ ասեն մեկը միևնույնն է, նույնն է, բոլորը նույնն են, մի արշինի վրա, մի հարթակի վրա, բոլորին դասեն եւ այդ նպատակին ինչ որ չափ հասել են նաեւ մեր պատճառով, ես ընդունում եմ մեր մեղքը, բայց մենք պետք է վերադարձնենք նաեւ այն դիրքը, որ դուք ինչ ուզում եք խոսեք։
քաղաքացին ինքը գնահատի, թե ով ինչ փաստարկներով, ինչ հիմքերով եւ ինչ տրամաբանությամբ է առաջնորդում իր քաղաքականությամբ։ Լավ, մեկ օրինակ էլ բերենք եւ առաջ անցնենք այս հարցերից։ Առաջինը չգիտեմ ինչու, էլի Ռոբերտ Քոչարյանին հիշեցի։ Հիմա Ռոբերտ Քոչարյանին թալանչի, կաշառակ էր անվանելը։ Էթիկայի նորմերի մեջ տեղավորվում է, թե չէ, նոր ընդունված կանոնագիրքը նկատի ունեմ։ Հիմա նորմալ է թալանչի գործակալ, այսպես տարբեր նման որակ կոնկրետ քաղաքական գնահատականների մասին չեմ ուզում խոսել, որտեղ այդ քաղաքական գնահատականները վաղուց տրվել են։ Բայց ինչ վերաբերվում է տվյալ անձին, ես կարծում եմ, որ նրան այլևս քաղաքական դաշտը չպետք է անդրադառնա, ինչու՞ չէ նաև մեդիաները չպետք է անդրադառնան, որովհետև ինձ համար գոյություն չունեցող քաղաքական գործիչ է եւ գոյություն չունեցող անձ, որին այնքան էս դաշտը քննարկեց ու ամբողջ ժողովուրդը այնքան տրամադրվածություն ունի այդ մարդու նկատմամբ, որ այլևս իր մասին խոսելն ավելորդ է։ Ես կարծում եմ, որ փորձելու է ընտրական պայքար մտնել, բայց նրան անդրադառնալը շատ անշնորհակալ գործ է, որտեղ անիմաստ է խոսել այդ մարդու մասին։ Մենք ավելի կարևոր օրակարգեր ունենք իրականում։ Ես կուզենայի, որ մեր մեդիա դաշտը քննարկեր թեկուզ վերջի 1 շաբաթ, 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, երբ որ նայում եմ մեդիայում ինչա քննարկվում, հասարակության հետաքրքրվածության տեսանկյունից եկեք նայենք, էլի ժողովրդին ինչա հետաքրքրում։ Ամբողջ մեդիա դաշտը քննարկում է հիմա եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, Արշակ Սրբազանը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, չգիտեմ, ամբողջ մեդիա դաշտը, բայց իր լրատվականները հիմնականում դա են քննարկում։ Կողքի ինչ որ ԵՄ օրակարգի հետ կապված հարցեր, բայց եկեք չմոռանանք, էլի ընդհանրապես 1 շաբաթ առաջ է ոնց էր մեր լիագումար նիստերը 4 օրվա մեջ մենք ընդունել ենք այնպիսի նախագծեր, որոնք էապես քաղաքացու կյանքը փոխելու են։ Օրինակ ու մի 4 օրվա մեջ ընդունված նախագծերի քանակը ու որակը ու փոփոխության աստիճանը այնքան են, որ ափսոսը ժամանակը քննարկել Ռոբերտ Քոչարյան։ Կիբերանվտանգության մասին մայր օրենք ենք ընդունել։ Նոր մարմին ենք ստեղծելու տեղեկատվական համակարգերի կարգավորման, որպեսզի մի քիչ ավելի հանրամատչելի ասեմ քաղաքացուն, ինչ տվյալ պահվում է ձեր մասին պետական ապարատում, սկսած ծննդյան ամսաթվից անունազգանույց վերջացրած որ դպրոց եք այցելում, որ մանկապարտեզ եք գնացել, որ բուհում եք սովորել, անձնագրային ինչ գործառույթներ եք իրականացրել, ծառայել եք բանակում, թե ոչ, ընդհանուր ինչ կատարվում է ձեր կյանքում եւ գործ ունեք պետական ապարատի հետ, այդ տվյալների պաշտպանությամբ զբաղվելու է մեկ մարմին եւ համակարգված է լինելու այդ տվյալների պաշտպանությունը, զետեղվելու է մեկ համակարգում, այդ համակարգից կարողանալու են օգտվել մնացած պետական մարմիններ եւ քաղաքացին ստիպված չի լինելու օրինակ գնալ բանկում որևիցե գործարք անել կամ անձնագրայինում մի գործարք անել, հետո հետ գնալ ԶԱԳՍ, ընդեղից թուղթ վերցնել, հետո տեղափոխվել այլ մարմին, ընդեղից մի հատ ուրիշ թուղթ վերցնել, այդ տվյալները մեկ մարմնից հնարավոր է լինելու ստանալ շատ արագ թվայնացված կարգով եւ ավելին թվայնացման գործընթացն է շատ ավելի արագանալու։ Այս ընդհանրապես 1.5% ասեցի ամբողջ նախագծի։ Առողջապահության համապարփակ ապահովագրություն, որը էապոս փոխելու է այս փուլում 26 թվականին մեր մինչև 18 տարեկան լրացած քաղաքացիների եւ 65+ թոշակառու տատիկ պապիկների կյանքը, զինվորական ծառայության ժամկետի կրճատում 2 տարին 1.5 տարի, կենդանիների պաշտպանության մասին օրենքը առաջին թերցմամբ ընդունվեց։ Ախր այս ամենը քաղաքացու մասին է։ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացու մասին չէ, այս ամենն է քաղաքացու մասին։ Եվ ես հորդորում եմ մեր լրատվականներին համապատասխան գերատեսչությունների միջոցով, ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների գործընկերների միջոցով հանրամատչելի ձևով ոչ քաղաքական կամ պետական բառամթերքով բացատրել է ամեն ինչը քաղաքացիներին, որտեղ գալու է օրը, օրինակ 26 թվականի սկզբից յուրաքանչյուր քաղաքացու համար յուրաքանչյուր քաղաքացու կյանքում պետքա բան փոխվի եւ այդ փոփոխությունը պետքա տեղեկացվածության արդյունքում լինի։ Մենք եթե այս ամենը չենք իրազեկում, իհարկե 18 թվականից այն կողմ տեղնցող իրադարձությունների ամենամեծ խնդիրը եղել է կոմունիկացիան եւ սրա արդյունքում շատ մարդիկ ասում են, բայց ինչ է փոխվել։ Այսքան բանը փոխվել ընդհանրապես 4 օրվա ընթացքում, լիագումար նիստերի ընթացքում։ Չեմ ասում մնացած նախագծերի մասին, որոնք էապես էլեկտրոմոբիլների, մաքսատուրքերի եւ նաեւ ԱԱՀ-ի հետ վճարի մասին նախագիծ են ընդունել։ Այսինքն եթե քաղաքացուն այս ամենը մեծան չտեղեկացնի կամ միայն քաղաքական պայքարի մեջ նայենք
հանրային գործիչների, պաշտոնյաների, ազգային ժողովի падգամավորների խոսքը, ժողովուրդը մնում է մենակ։ Ստացվում է մենք եւ ընդդիմությունն ենք երկխոսում իրար հետ։ Վիրավորում չէ, բայց բանավիճում անընդհատ ինչ-որ բաների շուրջ, որը այս պահի դրությամբ քաղաքացու կյանքը չի փոխում, իսկ փոխում են հետևյալ նախագծեր։ Իսկ ինչու դաշտից դուրս չեն դրվում անհատները, քաղաքական ուժերը, որոնք ինչպես դուք նշեցիք, օրինակ Ռոբերտ Քոչարյանի մասին, որ քաղաքացու մասին չէ, ժողովրդի մասին չէ, բայց ձեր ստեղծած այս լայն հնարավորությունների շնորհիվ նկատի ունեմ ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով այդ մարդիկ հավակնում են վերադառնալ իշխանության։ Մի հատ էլ կներեք հաթաթա են տալիս, ասում են 26 թվականին պլան B չի կարող լինել, ԿՊ-ն պարտվելու է միանշանակ, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ես եմ պատկերացնում, ես վերընտրվելու եմ, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Եվ օրինակ չի կարող լինել, որ ժողովրդավարական ճանապարհով կարող են ավտորիտար ուժերը վերարտադրվել Հայաստանում։ Այդ մտավախությունը չկա եւ այս մարդիկ ինչու օրենքի ուժով արդեն դուրս չեն դրվում քաղաքականությունից։ Ժողովրդավար ճանապարհով այդ մարդիկ օրենսդրական մեխանիզմների շնորհիվ իրավական ճանապարհներով դուրս են դրվելու իրենց ապօրինի գույքով, իրենց թալանածով եւ իրենց հնարավոր այն միջոցներով եւ ռեսուրսներով, որում իրանք հիմա կան քաղաքական դաշտում։ Այդ ռեսուրսներն են օգնում, որ նրանք մնան քաղաքական դաշտում։ Իսկ ես կարծում եմ, որ ամենաէապես բան փոխող իրավիճակը կլինի, երբ քաղաքացին այլևս նրանց ձայն չտա։ Իհարկե խորը երազում կտեսնի Ռոբերտ Քոչարյանը, որ ԿՊ-ն պարտվի իրեն, որտեղ մշտապես ինքն է պարտվել ԿՊ-ին, բայց համենայն դեպս նորից եմ գրկնում իրավական մեխանիզմները կան այդ մարդկանց քաղաքական դաշտում պահելու ռեսուրսը գանձելու, բայց իրավական մեխանիզմները ժողովրդավար երկրներում հիմնականում ուղղված են նրան, որպեսզի քաղաքացին պաշտպանված լինի, քաղաքացու ընտրելու իրավունքը պաշտպանված լինի եւ քաղաքացին ընտրությամբ կարողանա դուրս մղել այդ քաղաքական ուժերին։ Եվ ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները տեսել են արդեն մի պատկեր, մի գործընթաց, որը տեղի է ունեցել Գյումրիում, թե ինչպես են օրինակ այդ ուժերը ցույց տալիս կես տարի, 1 տարի առաջ, որ իրանք պարակտված են, հետագայում միավորվելով, փորձելով 50+1% ձայն հավաքել, եւ ամենաշատ ձայներ հավաքած ուժը դառնում է ղեկավար, այսպես ասած։ Այդ է իրանց մեխանիզմը եւ այլ մեխանիզմներ չունեն։ Եվ ես կարծում եմ, որ հիմա տենց առնետավազք է տեղի ունենում ընդդիմադիր ուժերի միջև, թե ով ում թիմից ում պոկի, ինչ թիմով հանդես գան, ինչ կոնֆիգուրացիաներ փորձեն, որպեսզի իրենց երեսը մաքրված լինի։ Ինչի նկատի ունեմ։ Քաղաքական ուժերը փորձելու են քաղաքացուն խաբել եւ ցույց չտալ իրական դեմքերը, որ իրենց հետևում կանգնած են։ Օրինակ Թաթոյանը հստակ Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, բայց Սերժ Սարգսյանին դուրս է դնում քաղաքականությունից։ Այո, ասում է, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մասնակցեն ընտրությունների, որովհետեւ ուզում է մաքրամաքուր դեմքով հանդես գալ, այն դեպքում, երբ որ օրինակ լրագրողը նրան հարց է տալիս, արդյոք կեղծված ընտրություններով է Սերժ Սարգսյանը դարձել նախագահ, չի կարողանում պատասխանել այդ հարցին։ Չի կարողանում պատասխանել այդ հարցին, երբ ամբողջ մի հանրություն դրա պատճառով է Սերժ Սարգսյանին հեռացրել քաղաքականությունից, որովհետեւ լեգիտիմ չէր Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Կամ Քոչարյան դաշինքից դուրս եկած Մայր Հայաստան կուսակցություն գոյություն ունի, Քոչարյանի էլի սատելիտ պրոյեկտն է, կամ մեր օլիգարխներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից եկած այդտեղ նոր ձևավորած ուժ է ստեղծել եւ այդ ուժով փորձում է ցույց տալ, որ ինքը նախկինների հետ չի համագործակցելու, ինքը նոր է, ինքը թարմ է, երիտասարդ ուժ է, տեխնոկրատ կառավարում է, ապա քաղաքական ուժ է, բայց մեխանիզմները տեսնում ենք նույնն են։ Օրենսդրական մեխանիզմները շրջանցելու ձևեր են գտել, նախաձեռնությունների տեսքով են հանդես գալիս, նույնը հայաքվե նախաձեռնությունն է օրինակ։ Նախաձեռնությունների ձևով են հանդես գալիս, որպեսզի կուսակցության վրա կիրառվող օրենսդրական մեխանիզմները չկիրառվեն այս նախաձեռնությունների վրա, դա հայտարարագրումն է, դա հաշվետվություններն են, ֆինանսական թափանցիկությունն է եւ այլն, եւ հիմնադրամների միջոցով ֆինանսավորում են իրականացնում, օրինակ դպրոցներում ինչ որ երեխաների համար ինչ որ բան են կազմակերպում, Թաթոյանը այնտեղ iPad եւ եսի ինչ էր նվիրում երիտասարդներին, այս նախաձեռնությունը ինչ որ բլոգերների եւ ինֆլուենսերների է հրավիրել դեմքերը ծածկելով չերևալով, որ նրանք նույն նախաձեռնություն եւ քաղաքական նախաձեռնությունն են, ինչ որ մրցանակաբաշխություն են իրականացնում։ Այս ամենը թաքնված
քարոզչություն է քաղաքական։ Եվ այդ թաքնված քարոզչության տակ կան քաղաքական նպատակներ, եւ ես հույս եմ հատնում, որ մեր ժողովուրդը կույր չի եւ տեսնում է այս ամեն ինչի իրական նպատակները։ Այս մարդիկ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ ֆորպոստ սարքելու միտված քաղաքականություն են ունենալու, միավորվելու են իրենց շուրջ, որտեղ նրանց միակ եւ անբեկանելի գործընկերը համարում են իրենց ռազմավարական դաշնակցին Ռուսաստանի Դաշնությանը եւ այլևս ոչ մի այլ գործընկեր չեն ընդունում եւ նույն քաղաքականությունն են վարելու, ինչ որ օրինակ մեր գործընկեր պետություններում տեղի են ունեցել ընտրություններ այդ նույն տրամաբանությամբ, այսինքն այնտեղ էլ օրինակ Մոլդովայում, Ռումինիայում շատ պետություններում, որոնք որ հետսովետական են, այդ ընտրությունների փուլում եղել են չասեմ արևմտյան, բայց պրոռուսական ուժեր եւ իշխանություններ, որոնք որ ուզեցել են իրենց երկիրը գնա Եվրոպայի ուղղությամբ, Եվրոմիության ուղղությամբ, եւ այս ուժերը նույն քաղաքականությունն են վարել, նույն ձևաչափերն են, էլի նախաձեռնություններ ստեղծել, էլի ֆինանսավորում, ապօրինի ֆինանսավորում, այս դեպքում մի քիչ ավելի բարդ է իրականացնել այդ հետաքննությունները ֆինանսավորման աղբյուրները բարձելու տեսանկյունից, որովհետեւ գիտենք, որ օլիգարխիա կա, իրականում կան կապիտալ, որը կարող են ուղղել դեպի քաղաքականություն, բայց ուզում եմ քաղաքացիները մեկ հարցի պատասխանել, էլի։ Այդ փափուկ բացերում մեծացած երիտասարդները, որ ուզում են գալ եւ Հայաստանը փրկել, իրենց միլիարդների հետևից են գալու, այդ միլիարդները դնելու են մի կողմ եւ գան Հայաստանի Հանրապետության համար գործանեն։ Դա շատ գործ կա անելու, գործարաններ պիտի կառուցեն։ Գործարան պետությունը չպետք է կառուցի, երիքա խափեք այս քաղաքացուն։ Մենք միջնադարում չենք, մենք սովետական կարգերում չենք։ Պետությունը պետք է ենթակառուցվածքներ սարքի, ճանապարհ սարքի, լույս տա, գազ տա, հնարավորություններ ստեղծի, ազատ մրցակցային պայմաններ ստեղծի, որպեսզի գործարարը գործարան կառուցի։ Այդ կեղծ թեզը, որ իբր ուզում են ծախել գյուղացի վրա, որը որ օրինակ աշխատանքի խնդիր ունի։ Այս գյուղացին էլ սովետից դուրս է եկել, անցել են այդ ժամանակները, հետ վերադարձեք իրականություն 21-րդ դարում ենք ապրում։ Տիկին Մինասյան, այստեղ էլ անհրաժեշտություն չկա եւ կամ չգիտեմ, օրենսդրական ճանապարհով հնարավոր չէ նման կուսակցություններին առհասարակ թույլ չտալ մտնել էլի ընտրապայքարի մեջ եւ այդ իմաստով նաեւ պաշտպանել հանրությանը այս հիբրիդային հարձակումների մասին հետեւական ժամանակ է խոսվում, բայց պաշտպանելը միայն ֆիզիկական իմաստով չէ, նաեւ կոգնիտիվ իմաստով պիտի չէ հասարակությունը պաշտպանված լինի։ Ես միշտապես ասել եմ, որ հիբրիդային գործիքները դա հասարակության ուղեղների դեմ է ուղղված եւ եթե սովորական պատերազմում ձեր կյանքն են խլում, ստակ ձեր ուղեղն են խլում։ Սա ավելի հոգեբանությունն են խլում, ձեր մտածելակերպն ու աշխարհայացքն են խլում։ Մենք պատրաստում ենք մեծ արշավներ հիբրիդային պատերազմների եւ հիբրիդային սպառնալիքների դեմ, որպեսզի հասարակությունը դիմակայունություն ունենա։ Քննարկումներ կան ոչ թե կուսակցությունները արգելելու, այլ օրենսդրական մեխանիզմներ ստեղծելու նմանատիպ նախաձեռնություններին օրենքի դաշտ բերելու, որովհետեւ հիմա շատ ազատ հնարավորություններ ունեն նրանք ընդհանրապես ոչ մի հաշվետվություն չներկայացնելով քաղաքական գործունեությամբ զբաղվել եւ նաեւ ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք արդեն այս ահագնացող ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմներ, որովհետեւ օրեցօր գնալով աճում է եւ գիտեք հետաքրքիրը որն է, որ ուղիղ դեմքերով չեն, քաղաքական ուժերի դեմքերով չեն կան լրատվամիջոցներով չեն, ինչ որ fake edge-երով, հսկայական նոր բացված account-ներով ու չեմ ասում կան օրինակ լրատվական կայքի նման լրատվականներ, սենց թերթում ես ուղղակի Instagram-ը կամ TikTok-ը կամ թեկուզ Facebook-ը reel ֆորմատի վիդեոներ ա բերում, որ քեզ թվում է դա լրատվական կայք է, լրատվական նյութ է եւ ինչ որ վերնագիր է վիդեոյի վրա գրած եւ ամբողջությամբ ապատեղեկատվություն է տարածում։ Եվ նմանատիպ կայքերը ծավալը ուղղակի ահռելի է դարձել։ Մենք պետք է կարողանանք նաեւ մեր հասարակությանը ցույց տալ, մատնանշել այդ էջերը, ցույց տալ, որ այս էջերը ապատեղեկատվություն տարածող էջեր են։ Եվ իհարկե ահռելի ռեսուրս է պահանջում, որտեղ կներեք այդ միլիարդները, որ բերել ներդրել են այս ապատեղեկատվության արշավների համար, դրա դեմ մի այդքան էլ պետք է որ կարողանաս պայքարել, բայց ես կարծում եմ, որ մեր հասարակությունը նորից եմ կրկնում, ինչպես նրանք են կարծում, հիմար չի։
Եվ հաջորդ բանը, որ հասարակությանը շատ է, այսպես ասած, արդեն հոգնեցրել, ինչ որ իմաստով արդեն զայրացնում է, դա կաթողիկոսի շուրջ ստեղծված այս օրակարգն է, որը գիտեք արդեն տևական ժամանակ է, գրեթե 6 ամիս է գոյություն ունի եւ մարդիկ արդեն կարծես թե այս ամեն ինչը վերածվել է նյարդերի պատերազմի եւ մարդիկ արդեն անհամբեր սպասում են, թե ինչ է տեղի ունենալու։ Երկրի թիվ 1 ամբիոնից վարչապետը հայտարարում է, որ կաթողիկոսը ազգային անվտանգությանը վտանգ է ազգային անվտանգության տեսանկյունից։ Այստեղ հատուկ ծառայությունները անելիք չունեն եւ եթե ունեն ինչու չեն անում, եթե չունեն, ապա ինչի մասին է այս հայտարարությունը եւ նաեւ այս զուգահեռ իրականությունը, երբ մի կողմից վարչապետը մասնակցում է ամենատարբեր պատարակների, մյուս կողմից մայրաթորը դրանց արձագանքում է եւ տեսնում եք, որ կաթողիկոսն ամեն դեպքում չի պատրաստվում հեռանալ, այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ նյարդերի պատերազմում դուք կարող եք պարտվել, այսպես ասեմ, եւ կաթողիկոսը ավելի ամուր նյարդեր ունենալով կարող է մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ ժամանակը ձգել եւ դա ձեր օգտին չլինել։ Ես կարծում եմ, որ նյարդերի պայքար չէ, կաթողիկոս չէ, Կտրիչ Ներսիսյանը մտել է քաղաքական պայքարի մեջ։ Քաղաքական պայքարում Կտրիչ Ներսիսյանը արդեն պարտված է, որտեղ նրա քաղաքական կուսակցությունը պարակտվում է եւ մենք տեսնում ենք հոգեվորականները, որոնք գնալով ավելի են շատանում եւ ահագնանում են տեմպը, որ մարդիկ իրենց ձայնն են բացացնում եւ այդ ավտորիտար ռեժիմի դեմ են պայքարում։ Իրականում ավտորիտար ռեժիմ է եղել եկեղեցում, մարդկանց ցանկացած խոսքի, ցանկացած դրսևորման համար կարգալույծ են անում կամ փորձում են ազատվել այդ մարդկանցից այլ մեթոդներով եւ այդ դրա պատասխանը Կտրիչ Ներսիսյանը ստանում է։ Եվ ես կարծում եմ պայքարը ավարտված է, ոչ մի այլ բան չկա, այստեղ նորություն չկա եւ քաղաքացիներին հորդորում եմ հանգիստ հետեւել գործընթացներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է, չկա այլ տարբերակ։ Դրա հիմնավորումները բազմաթիվ են։ Մեր եկեղեցին դարձրել են հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարձրել են իրենց շատ կոպիտ բառ պետք է ասեմ, բայց իրեն վերաբերվում են որպես իրենց հորդուքյանը, որ հավատացյալներին կարող է հավատացյալների առաջ դուռը փակվել, որոշել թե ում պետք է պատարակ մատուցել, ում պետք չէ պատարակ մատուցել, ում պետք է կնունք անել, ում չպետք է կնքել, ում առաջ պետք է աղոթքի խոսք ասել, ում պետք է նզովել, այդ ձեր որոշումների արդյունք չի է, ձեր տունը չի դա, դա Աստծո տունն է, դուք ինչ գործ ունեք այնտեղ, դուք ընդհանրապես միջնորդ եք քաղաքացու եւ Աստծո միջև։ Իսկ դուք փորձում եք մեր քրիստոնեական արժեքները գետնին տալով, մեր եկեղեցու դեմ արշավ անելով, մեր քաղաքացիներին փորձել ներսերմանել, որ եկեղեցու եւ իշխանությունների միջև իշխանությունները փորձում են եկեղեցին պարակտել, ոչ դուք եք պարակտում։ Եվ այս հիմնավորումները քաղաքացին իր աչքով տեսել է այս տարիների ընթացքում։ Մենք ուղղակի դրա մասին բարձրաձայնել ենք։ Եկեք անկեղծ խոսենք։ Երբ այս թեմաները բարձրաձայնվեցին, շատերի մոտ զայրույթ առաջացրեց են, որտեղ տաբուացված թեմաներ էր, բայց բոլորը, անգամ են քաղաքացիները, որոնք մեր քաղաքական ուժին չեն հարում, ասում են դրա մասին, այո, բիզնես է դարել եկեղեցին որոշ եկեղեցականների համար։ Բայց մենք չենք ուզում նմանատիպ եկեղեցի ունենալ, մենք ուզում ենք բարենորոգված եկեղեցի ունենալ։ Իսկ ինչ վերաբերվում է վերջերս մի եկեղեցականի էի լսում, որը պատմում էր, թե անընդհատ թեզա չէ շրջանառվում այս իշխանությունները պայքարում են եկեղեցու դեմ, մեր ազգային արժեքների դեմ։ Այնքան ներդրում, ինչքան այս իշխանություններն են արել եկեղեցիների վերանորոգման մեջ, ոչ մի իշխանություն չի արել։ Վերանորոգման կառուցակարգերի կառուցված նոր եկեղեցիների օգնության, աջակցության տրամադրման մեջ, մեր մասունքների տրամադրման մեջ, որ ինչքան մասունքներ ենք մենք կարողացել այլ երկրներից աճուրդներով գնել եւ բերել Հայաստան։ Ես ուզում եմ քաղաքացիները տամ չեն տեսնում, որտեղ էլի մեր խնդիրն է, մենք դրա մասին չենք բարձրաձայնում անընդհատ, բայց մշակութային պաշտպանության, մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից, պատմամշակութային արժեքների տեսանկյունից մենք ահռելի ներդրումներ ենք անում, կառավարությունը ահռելի ներդրումներ է անում դրանց կառուցման կամ վերանորոգման մեջ։ Դա է եկեղեցու դեմ պայքարելը, թե այն, որ դուք դուրս եք գալիս, ձեզ տհաճ քաղաքացուն նզովում եք, կամ ասում եք գնաս թաղումդ կանես, հարազատների թաղումը կանես, այդ ինչ խոսք է, դա եկեղեցականի խոսք է, դա քրիստոնեական խոսք է։ Եվ դրա գնահատականը քաղաքացին տվել է, որտեղ Կտրիչ Ներսիսյանը դուրս է գալիս օդանավականից եւ ասում է՝ «Ուրա ժողովուրդը, չկա
ժողովուրդ կտրիչ Ներսիսյան։ Չկա այլևս ժողովուրդ քո կողքը։ Իսկ դա լավագույն ցուցիչը չէր, որ ժողովրդից կտրված է կաթողիկոսը այդ անջրպետը կա եւ եթե անգամ այդ պարագայում չի հեռանում, ինչը պիտի դրթի կաթողիկոսին հեռանալ, որովհետեւ տեսեք, ինչպես ճիշտ նշեցիք, բոլոր նախադրյալները կան, ներսում ընդվզումը կա, եպիսկոպոսների հայտնի հայտարարության տեսքով ժողովուրդը պարզ է, որ թիկունքով է շրջվել կաթողիկոսին, էլ ինչ պետք է լինի, որ հեռանա, ում է սպասում։ Ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը ինքը չի որոշում իր գործողությունները ցավոք սրտի եւ վաղ թե ուշ իր տերերը կհասկանան, որ այլևս հնար չկա եկեղեցին ուզուրպացնելու, եկեղեցու անունից եպիսկոպոսած դասի կամ ժողովների անունից հանդես գալու որպես մայրաթորի անուն։ Ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը շուտով կգնա հանգստի։ Եվ կրկին, որքան էլ հարցս հասկանում եմ, որ լիարժեք ձեզ չի ուղղված, ավելի շատ իրավապահ համակարգին, բայց ամեն դեպքում կրկին, եթե կաթողիկոսը ազգային անվտանգության սպառնալիք է եւ նաեւ բազում նման հայտարարություններ են եղել պակ գործակալ լինելու մասին։ Հիմա սրանք պարզապես քաղաքական հայտարարություններ են, թե այստեղ նաեւ պիտի ԱԱԾ-ն իր անելիքը ունենա, հատուկ ծառայություններ իրենց անելիքներն ունենան։ Այսօր տաղավարում մեր իդեպ հոգևորականներից մեկը նշում էր, որ որքան էլ ձերբակալ եք հոգևորականներին, Արշակ Խաչատրյանին, հարցը խնդիրը դրանով լուծում չի ստանալու, որովհետև պարագլուխը նրանց կաթողիկոսն է, իսկ կաթողիկոսը այսօր ազատության մեջ է եւ չի ուզում հեռանալ վեհարանից։ Հիմա ինչպես եք այս նորոգման process-ը սկսել եւ մի դեպքում այս ամեն ինչի մասին խոսվում է, մյուս դեպքում մենք տեսնում ենք, որ ինչ որ իմաստով անգործություն կա, եթե այդ տվյալները կան, եթե այդ ապացույցները կան, ինչու հատուկ ծառայությունները չեն զբաղվում դրանով։ Ես հորդորում եմ հատուկ ծառայություններին կամ իրավապահ համակարգին զբաղվել այդ տեղեկությունների հիմնավորմամբ կամ գտնել այդ տեղեկությունները արդյոք հիմնավոր են թե ոչ։ Իսկ ինչ վերաբերվում է հատուկ ծառայությունների գործակալ լինելուն կամ չգիտեմ, ազդեցության գործակալ լինելուց այդ տերմինների մեջ իրականում մեծ է տարբերությունը, քաղաքացիներ չեն տարբերակի, բայց շատ դեպքերում մենք այդ տեղեկատվությունը կարող ենք ստանալ քաղաքացիների նկատի ունեմ մամուլից կամ հրապարակ կամ այլ քահանաների մեկնաբանություններից կամ չգիտեմ մեզ ուղղված օրինակ մեզ վերջերս շատ հաճախ ինչ որ մեյլեր են գրում падգամավորներին որոշակի քահանաների անունից բայց այդ տեղեկությունների մասին բարձրաձայնում ենք հերքումներ չենք լսում ես կարծում եմ իրավապահ համակարգը պետք է զբաղվի սրանով ինձ չի ուղղված իրականում այս հարցը ու ինձ թվում է ամենայն դեպս որ իրավապահ համակարգը հանրային գործունեությամբ այսինքն հանրային տեղեկատվություն տրամադրում են ժամանակ, երբ որ արդեն ունենում է հիմնավոր փաստեր։ Ես կարծում եմ, որ այս ամբողջ ընթացքը, որ մեդիա դաշտում, հանրային դաշտում քննարկվում են նմանատիպ տեղեկությունները, իրավապահների աչքի առաջ են եւ իրավապահները ինչ որ գործողություններ կարող են անել։ Իսկ որպես այդպեսին իրավապահ համակարգը իրավունք ունի, իհարկե փաստեր հիմքեր ունենալու պարագայում գնալ կաթողիկոսի ետևից։ Իրավունք ունի, այսինքն այդ հարցը որովհետև շատ է այդ մասին խոսվում, որ կաթողիկոսի ձերբակալելը դա կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես կաթողիկոսը չէ Կտրիչ Ներսիսյանը, ինչպես բոլորը, այսինքն կներեք ես հիմա մեղք չվերցնեմ, ինչ որ թեորետիկ եկեք քննարկենք, մարդասպան կաթողիկոս եթե ունենայինք, պետք է ասենք չի կարելի իրան ձերբակալել, որտեղ կաթողիկոս է, այս ինչ խոսույթ է։ Չի կարելի նման բան ընդհանրապես քննարկել, եւ ես հասարակության մեջ եմ ուզում ամրապնդվի այդ միտքը, որ պետականություն ունենալու համար մենք պետք է ընդունենք, որ բոլորի համար օրենքը հավասարազոր է։ Բոլորի չպետք է լինեն արտոնյանել ես սխալ օրենքին հակառակ գործողություն անեմ, առաջինը իմ հետևից պետք է գա իրավապահ համակարգը, որտեղ էլ լինեմ։ Էական չի վայրը, դիրքը, պաշտոնը հանրության մոտ համակրանք վայելելը, չվայելելը, սիրելը, չսիրելը օրենքի համար անձինք ընդամենը ունեն տվյալներ, անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, ուրիշ ոչինչ։ Այսինքն դա սրբությունների վրա ձեռք բարձրացնել չէ, ինչպես որոշ քահանաներ են պնդում, որ եթե կաթողիկոսի Եթե իրենց համար կաթողիկոսն է սրբություն, ես ցավում եմ մեր եկեղեցականների քրիստոնեությանը տուրք տալու կամ քրիստոնեությանը հավատարիմ լինելու սկզբունքի համար, որտեղ չկա նման բան, չի կարող անձը լինել սրբություն իրենց համար։ Իսկ Արամ կաթողիկոսը, որ հորդորում է ձեզ չպառակտել եկեղեցին, նաև հաշտ չէ Արշակ Խաչատրյանի ձերբակալության հետ, ինչպես նաև Գարեգին Բնը այդ առումով անդրադարձել, ասել է, որ ընտրովի արդարադատություն եք իրականացնում եւ սա ապօրինի ձերբակալություն է։
Նաև Արամ Այն ինչու ականջալուր չէ։ Ես կարծում եմ, որ Արաման ներհայաստանյան իրավիճակին այդքան էլ ծանոթ չի կամ տեղեկատվությունը նրան սխալ է փոխանցվում, բայց ես հորդորում եմ Արամային հորդորել Կտրիչ Ներսյանին չպարակտել եկեղեցին։ Ինչպես նա անում է իր գործողություններով, որը տեսել ենք, քահանակա դուր չի գալիս, կարգալույծ է արվում, arczepiskopos կա դուր չի գալիս, դառնում է դավաճան, դառնում է թուրք, դառնում է այդ քաղաքական կրիտերիաներով է զբաղվում Կտրիչ Ներսյանը, ես կարծում եմ, որ հորդորում եմ Կտրիչ Ներսյանին բացել կուսակցություն, զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ գործիքակազմ չունի նա։ Չեք վախենում կհաղթի կհաջողի։ Եթե հաղթեր հաջողեր, օդանավակայանում նրան դիմավորող ժողովուրդ կլներ, հասկանում եք, կաթողիկոսը երբ որ ասում ենք մենք ամբողջ հայ ազգի կաթողիկոսն է, ոչ թե Հայաստանում ապրող քաղաքացիների, պետք է ունենա այդ ժողովրդի աջակցությունը, պետք է սիրեն, հարգեն, լսել լինի նրա խոսքը, բոլորը սպասեն անհամբեր, որ նա մի հայրական խոսք կասի, մի հորդոր կտա հոգևոր, մենք այսքան ժամանակ մենակ չարախոսություն ենք լսել այդ մարդուց կամ նրա սատելիտներից, մենակ բացական եւ նզովական խոսքեր ենք լսել, մենք չենք լսել այդ հայրական հորդորը եւ այստեղ էական չի, որ քաղաքական ուժին է պատկանում անձը, հասկանում եք, պետք է տարանջատվի եկեղեցին քաղաքականությունից, նա պետք է դուրս գա այդ միջավայրից։ Եվ ես վերջերս գործընկերներս մի լավ բան ասին, ինչից է որ կաթողիկոսին Կտրիչ Ներսյանին պաշտպանում է միայն մերժված ընդդիմադիր դաշտը։ Իդեպ ՀՅԴ 135-ամյակներ օրերս Վանեցյաններ են, տեղ Լևոն Քոչարյանը, Մամիջանյանը, ամբողջ ՀՅԴ մի շարքը ու այնտեղ Նաթան arczepiskopos-ը կաթողիկոսի անունից շնորհավորական, օրհնական խոսքեր։ Ամեն ինչ ասված է։ Այսինքն ընդդիմադիր մամուլ, որոնք որ որոշակի խնդիր ունեն, երբ նրանց հարց են բարձրացնում, թե որտեղից եք ֆինանսավորում ստանում, մերժված քաղաքական ուժեր, որոնք որ փորձում են հայ հասարակությանը համոզել, որ հայ հասարակության նյարդերի վախերի վրա խաղալով, որ թուրք դավաճան խոսությունից այս կողմ ոչ մի բան չի անցնում, ոչ մի քննադատական խոսք չկա, օլիգարխիա, որը որ փորձում է հանդես գալ իբր եկեղեցու պաշտպան, բայց ընդամենը մի կողմից շատ հետաքրքիր է, էլի տրամաբանություն է եղել, տենց մեղքեր գործել, հետո գնալ եկեղեցում ապաշխարել կամ նոր եկեղեցի սարքել, ապաշխարել։ Այդ սիստեմը պետք է վերանա։ Այդ նույն օլիգարխիան կարծում եմ պետք է հասկանա, որ պետականամետ եկեղեցի պետք է ունենանք մենք պետությանը ուղղված, ոչ թե այլ երկրների շահերը սպասարկող։ Եվ այդ ամենը բոլորը միասին կազմում են Կտրիչ Ներսյանի աջակիցները։ Ուզում եմ հասկանալ, իսկ ուր մնաց ժողովուրդը, իսկ ուր մնաց հավատավոր հոտը, ուր մնացին հավատացյալները, որոնք օրեցօր ավելի են քչանում Կտրիչ Ներսյանի շուրջը հավաքված։ Եթե մի փոքր կտրվենք այս թեմայից, Տիկին Մինասյան, ադրբեջանական նավթամթերքի առաջին չափականակը շուտով Վրաստանով կգա Հայաստան, այստեղ էլի կրկին մեղադրանքներ ընդդիմության կողմից, նորից կախվածության մասին է խոսք գնում Ադրբեջանից ու այսպես շարունակ։ Հիմա սա էլի կախվածություն է, թե սա խաղաղության եւս մեկ բաղադրիչ է եւ այդ ճանապարհին գիտեք ինչքան քննարկվեց 4-րդ կարգի ցորենը, հիմա արդեն ադրբեջանական նավթամթերքն է թիրախում հայտնվել։ Սա ինչպես հասկանալ խաղաղության եւս մեկ բաղադրիչ, թե կախվածություն։ Շատ հետաքրքիր է հետևել ընդդիմության մարազմատիկ թեզերին, իրականում մարազմատիկ են, կներեք, սա էթիկայի խախտում չի, ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը, շատ պրիմիտիվ տրամաբանությունը։ Ինչ վերաբերվում է կախվածությանը, ես կարծում եմ, որ ընդդիմությունը ամեն անգամ ցնցումների մեջ է ընկնում, երբ Ռուսաստանի Դաշնությունից մեկ կենտրոնից կախվածությունը փորձում ենք թուլացնել։ Մենակ այդ դեպքում, այսինքն եթե մենք ամբողջ էներգակիրները կամ նավթամթերք, գազամթերք, ամեն ինչ ստանում ենք Ռուսաստանի Դաշնությունից, եթե հանկարծ մի փոքր շեղվում ենք այլ երկրից ենք ստանում, վայ, ոնց կլինի, օրինակ Ղազախստանից, էլի գործընկեր պետություն է, չէ՞, էլի ԱՏՄ կազմի պետություն, բայց ոնց կլինի 4-րդ կարգի ացորենը։ Հիմա էլ նույն ձև Ադրբեջանից ստանում ենք նավթամթերք, չգիտեմ իրականում հավաստիացումը չունեմ դեռևս պետական մարմիններից, արդյոք այս ընթացքը պայմանավորված է թե չէ, դեռևս հստակ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, բայց ամենայն դեպս Պապոյանը արձագանքել է, որ շուտով։ Եթե արձագանքել, ուրեմն հավաստիացնում եմ, բայց ինչ խնդիր կա։ Ինչ խնդիր կա նրա մեջ, որ մենք փորձում ենք ավելի էժան, ավելի
որակյալ կարող է լինել ուղղակի ոչ այժմ ոչ որակյալ, ուղղակի երկրորդ տեղից էլ ունենանք աղբյուր։ Սա պիլոտային տարբերակ է իհարկե, բայց հետագայի համար հնարավոր է շատ այլ բաներ էլ տեղի ունենան ընթացքում համագործակցության, տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Բայց այդտեղ հարցը գիտեք ինչու՞մն է։ Պարզ տրամաբանություն է, երբ որ դու մեկից ես ամեն ինչ գնում, ինքը ինչ գին ուզում դնում է, երբ ուզում դրանով քեզ շանտաժ անում, շատ կոպիտ ասեմ, ասում է, «Ես կփակեմ, ես կթանկացնեմ, ես տենց կանեմ, իմ ասածները արա»։ Եթե մեկից չես գնում, 10 հոգուց ես գնում կամ 5 հոգուց ես գնում, ուստեղ էական չի ումից։ Դու ունենում ես այլ ընտրանքներ, որ այս մեկը չի կարող էլ քեզ այդ նույն ձևով ինչ գին ուզի դնի օրինակ։ Շատ պարզ է դրա տրամաբանությունը։ Իսկ ինչ վերաբերվում է նրանց հերթական վախերին, այդ էլի ժողովրդի մի հատվածի նյարդերի հետ խաղալու մասին է։ Ժողովրդի մեջ օբյեկտիվորեն կա վախ, կա անհավատություն, կա կասկած, կա այդ վստահության պակաս Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ օբյեկտիվորեն մենք դարերով կռիվ ենք արել, հիմա էլ վերջերս է տեղի ունեցել պատերազմ, բնական է որ այդ անվստահությունը կա, բայց այդ անվստահության վրա հերիք է խաղաղակ։ Ասել ենք, որ օգոստոսի 8-ից այլևս հաստատված է խաղաղություն, պետք է հողի վրա ցույց տանք այդ խաղաղությունը, իսկ հողի վրա խաղաղությունը դա տնտեսական համագործակցություն է, որպեսզի փոխադարձ շահեր լինեն, փոխադարձ շահերի պարագայում միայն կարող ենք համակեցություն ապահովել, չեմ ասում բարեկամություն, չեմ ասում ընկերություն, ասում եմ համակեցություն, այսինքն մենք ապրենք մեր երկրում, իրանք ապրեն իրենց երկրում, ոչ մեկս ոչ մեկի նկատմամբ փոխադարձ պահանջներ չունենանք։ Եվ դա է եղել հիմնարար գրավականը Եվրոպայում դարեր տևող կռիվների ավարտը։ Եմեն ստեղծվել հենց տնտեսական համագործակցության շնորհիվ։ Այդ տնտեսական համագործակցության շնորհիվ է, որ այլ ԵՄ ներսում գտնվող պետությունները այլևս իրար հետ կռիվ չան անում, բաց սահմանները։ Տիկին Մինասյան, ասացիք այդ խաղաղության գործընթացը պիտի տեսնել նաև գետնի վրա, որպեսզի ժողովրդի մոտ էլ այդ վստահությունը կամ վերականգնվի, կամ ինչ-որ իմաստով ամրանա, բայց տեսեք, նույն թրիփի հետ կապված նախ գործընթացները ուր են հասել հիմա, որ փուլում են, եւ հետո նաև ակնկալիքները ու սպասելիքները այդ առումով մեծ է սահմանազատման, սահմանագծման այս հանձնաժողովներից ու այսպես սպասելիք կար, որ շուտով հենց Մեղրիի հատվածում պիտի սկսվեն այդ աշխատանքները, որովհետեւ թրիփը հենց այդտեղով է անցնելու այս առումով դեռևս կարծես թե գետնի վրա աշխատանքներ չկան, եթե անգամ բանակցություններ այդ առումով կան, տեսանելի աշխատանք չկա եւ նաեւ դա է մտահոգում հասարակությանը։ Ինչու՞ չէ նաեւ Ադրբեջանից էինք նման արձագանք լսել քաղաքասարակության միջոցով էին փոխանցել, որ հայկական կողմը շատ դանդաղ կոտ է, հիմա սա մտածելու տեղիք չի տալիս։ Ոչ, ես հորդորում եմ մեր ժողովրդին հետևել գործընթացներին, որտեղ հիշում եք մի շրջան կար, երբ ամեն քայլը անելուց, երբ սկսում էինք դրա մասին հանրային խոսել, ինչ որ աշխարհակական այլ կենտրոնի կամ այլ ուժերի միջոցով խաթարվում էր այդ գործընթացը։ Երբ մի շրջան եկա, որ մենք գործընթացները բանակցությունների միջոցով հասցնում ենք ավարտին, որոշում կայացնում ենք եւ այդ ժամանակ ենք արդեն ասում պատրաստի որոշման մասին, մեր ուղեծիրը հայտնի է բոլորին։ Ես նկատում եմ ժողովուրդը տեղյակ է մենք ուր ենք գնում, ինչի համար եւ ինչպես։ Այդ տեխնիկական մանրամասները մենք բանակցում ենք, հասցնում ենք ինչ-որ վերջի, ու նոր ասում ենք, որոշում կա, արդեն արվում է սա։ Հիմա ինչ վերաբերում է թրիփին, ես գիտեք, մոտավոր ժամկետների մասին խոսել ենք, նախագծային աշխատանքների մասին, ընդհանուր կառուցակարգերի մասին, հիմա քննարկումներ է իրականանում ամերիկյան կողմի հետ։ Սահմանազատումը ոչ թե սկսում ենք Մեղրիից, սահմանազատումը էլի ըստ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի է տեղի ունենալու։ Բայց Մեղրիում, քանի որ ենթակառուցվածք պետք է սարքվի երկաթգիծ, գազատար, նավթատար կամ չգիտեմ, տեղ էլեկտրահաղորդալարեր, այդտեղ պետք է փոքր հատվածը, որը որ վերաբերվում է թրիփի, սահմանազատում տեղի ունենա այդ փոքր հատվածում։ Հենց այդ մասով է, որ մեր գործընկերները հանդիպում իրականացրել են, կարծեմ մեր Գրիգորյանը դրա մասին հայտնել է, եւ շուտով արդեն հողի վրա աշխատանքները տեղի կունենան։ Այստեղ ոչ մի էլի կոնսպիրոլոգիա պետք չի փնտրել, ուղղակի քաղաքացիներին խնդրում ենք սպասել եւ արդյունքները տեսանելի կլինեն։ Այլ ընտրանք չունի թրիփը, խաղաղության գործընթացը, ես ճիշտ եմ հասկանում, Ադրբեջանից նավթամթերք, Ղազախստանից ցորեն բերելը եւ այսպես շարունակ։ Մենք բարբերաբար ավելի ինտենսիվանալու են նմանատիպ լուրերը, որպեսզի քաղաքացին հողի վրա տեսնի, ինչա նշանակում խաղաղություն, ինչա նշանակում նորմալ բարեդրացիական հարաբերություններ հարևան պետությունների հետ։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան։ Ես եմ շնորհակալ։
Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ, կհանդիպենք։